Այս իշխանությունը այսօր եւս մեկ անգամ ապացուցեց, որ ընդդիմադիրների հանդեպ հալածանքները շարունակելու է եւ թե ընդդիմադիր քաղաքապետերին, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց ինքը մինչեւ ընտրություններ չեզոքացնում։ Այսօր Վարդան Ղուկասյանին ընտրված քաղաքապետին, ինչպես դուք նշեցիք, առևանգեցին քաղաքապետարանից իրավապահ մարմինները։ Սրան ուրիշ բացատրություն չկա։ Հաստատմամբ վայրենի ձևով լուսամուտներ կոտրելով առևանգեցին եւ ինչպես տեղակ է 23 հոգու վրա էլ գործ են հարուցել, քրեական գործ են հարուցել հիմա խոչընդոտելու համար Վարդան Ղուկասյանին։ Բնականաբար կտանեն կալանքի Վարդան Ղուկասյանին եւ այս ամեն ինչը շարունակվելու է, ինչպես միշտ նշում եմ, շարունակվելու է, այս մարդիկ վախեցած են ու ընդդիմադիր բոլոր այն մարդկանցից որ վախենում են, ունեն ընդդիմադիր հայացքներ, իրենք կալանավորում են, չեզոքացնում են մինչև ընտրություններ։ Մինչև մեր ժողովուրդը խելքի չգա, որ պետքա դուրս գա մեր ուժերը, ընդհանրապես ընդդիմադիր խելքի չգան եւ դուրս չգան այս իշխանությունների դեմ պայքարի, որովհետեւ եթե այսպես շարունակվի, մենք շատ թանկ ենք վճարելու այս ամեն ինչի համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն նայել ձայնագրությունը հրապարակել։ Ճիշտ ասած, լսել եմ այդ ձայնագրությունը, մենք տեսնում ենք, որ այս իշխանությունները մարդկանց կալանավորելու համար այդ ձայնագրությունները սարքում են, այստեղից, այնտեղից կտրտում, կպցնում են։ Գրեթե 3 ամիս առաջ մենք տեսանք, որ նույն ձայնագրություններով կալանավորվեց 18 արդար գլխավորության Բագրատ Սրբազանի եւ հետագայում պարզվեց հիմա էլ օրեցօր բացահայտում է, որ այդ ձայնագրությունները այստեղից այնտեղից կտրտված սարքված են։ Այս իշխանությունների ձևն է, ասենց ասեմ, այս էլ իրանց ձևն է, մարդկանց կեղծ ձայնագրություններով կալանավորել կամ կեղծ բաներում գործերով մեղադրել։